ինչ են որոշվել է, որ ինֆեկցիոն հիվանդները կլինեն ուղղորդվել ինֆեկցիոն հիվանդանոց։ Ես դրան անդրադարձել եմ, ինֆեկցիոն հիվանդանոցը ունի բավականին պարտքեր, անցած տարի մենք ունեինք, թե այս տարի կներեք, այս տարի փետրվարին կառավարությունը անգամ որոշում ընդունեց ինֆեկցիոն հիվանդանոցի տուգանքների ներման վերաբերյալ եւ տուժերի հետ կապված, որպեսզի իրենք կարողանան եկամտահարկի իրենց միլիոնները, եթե չեմ սխալվում, 80 քանի միլիոնով մարեն, այսինքն ինֆեկցիոն հիվանդանոցը այսօր ունի լուրջ ֆինանսական խնդիրներ եւ ըստ իս այս գործառույթը կատարում են, որ հիվանդները դիմեն ինֆեկցիոն հիվանդանոց, բնականաբար յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդի հետևից էլ գնա այնտեղ գումարը։ Սակայն ես ուզում եմ հիշեցնել մեր առողջապահության կազմակերպիչներին, որ երբ որ տարիներ շարունակ համաշխարհային բանկի կողմից կատարվում էր ուրեմն հիվանդանոցների կառուցում, համաշխարհային բանկը հստակ ցույցում էր տալիս, որ պետք է ինֆեկցիոն բաժանմունքներ չունենան, հա, այդտեղ, ինչու, որովհետև համաշխարհային բանկը եւ ընդհանրապես միջազգային առողջապահական բոլոր կազմակերպությունները գտնում են, որ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելու բուժումը պետք է սկսվի ԱԱՊ-ից, այսինքն առողջության առաջնային պահպանման կենտրոնից, սակայն այսօր Հայաստանի Հանրապետությունը այլ ուղղություն է վերցրել, որ ոչ թե պետք է կանխարգելել, այլ պետք է հիվանդները լինեն եւ հիվանդները գնան դեպի ինֆեկցիոն հիվանդանոցներ։ Նույնը վերաբերվում է տուբերկուլոզով հիվանդներին, ընդհանրապես տուբերկուլոզի բուժումը Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարական ծրագրերից մեկն է տուբերկուլոզի կանխարգելումը եւ տուբերկուլոզի կանխարգելման հետ կապված ունենք մենք լուրջ խնդիր, որ իրենց աշխատանքը գնահատվում է տուբերկուլոզով հիվանդների բացակայությամբ։ Եթե Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվում է մեկ տուբերկուլոզով հիվանդ, օրինակ այս կաբինետի կողմից, ապա բժիշկները եւ բուժքույրերը ունեն լայն աշխատանք կատարելու այդ մեկ հիվանդի շրջանակներում, այսինքն այդ մեկ հիվանդը իրենից ենթադրում է, որ տարիներով պետք է լինի կոնտակտների վերահսկողություն, եթե 0-ից 18 տարեկան երեխաներ կան այդ ընտանիքում, այլ վերահսկողություն եւ այլն։ Եվ ասել, որ այցերով ենք գնահատում եւ դուք ունեք 2 հիվանդ, 2 այց, ուրեմն ձեր կարեւորությունը այդքան էլ չի, դա սխալ է, մեղմ ասած, եւ սրանով հանդերձ, եթե մենք այս կաբինետների հետ կապված, որը ունեն հաջողություններ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենանք այդպիսի տենդենց, որ գնացեք դառեք ընտանեկան բժիշկներ, գալու է մի օր, որ մենք ունենալու ենք, քանի որ մենք միգրանտներ ունեցող երկիր ենք եւ շատ են դրսից բերովի տուբերկուլոզը, մենք մի օր ունենալու ենք այդ սոցիալական հիվանդության կրկնակի եռակի բազմաթիվ աճ, որի արդյունքում տուժվելու է բացառապես հանրապետության առողջապահությունը։ Մենք այդ նոր զրուցում էինք բուժգծով տեղակալի հետ պոլիկլինիկայի, խոսում էինք ֆիզիատրի հետ, փաստացի այլ բան է հայտարարվում հարցազրույցում, բայց Zoom հարթակում քննարկման ժամանակ դեռևս քննարկում են ինչ պետք է լինի, ասել են, որ կարող է նաև per capita վարձատրությունը պահպանվի, ասել են, որ կարող է ֆիքսված դրույքաչափ լինի, այսինքն դա էլ է դեռևս քննարկում, ինչը կարծում եմ, որ անհամեմատ ավելի ճիշտ որոշում կլինի, որպեսզի որ տուբերկուլոզային կաբինետները պահպանվեն, քանց թե որ մեր գոլեգաները վերապրոֆիլավորվեն, այսինքն գոլեգաներ ջան, ընկերներ ջան, մեր նպատակը ոչ թե sense բանն է, մենք մերը ասենք, այլ օբյեկտիվ իրականության մեջ փորձենք այնպես անենք, որ մեր գոլեգաները հետագայում a խնդիր չունենան եւ b նորմալ adekvat աշխատեն իրենց գործունեությունը ծավալեն, ընդհանրում մեծ օպտիմալացման ծրագիրը սկսվել է դեռ նախորդ տարիներից, հակատուբերկուլոզային, այսինքն թոքաբանության ազգային կենտրոնը արդեն իսկ օպտիմալացվել է, նա միացել է ինֆեկցիոն կլինիկային եւ կարծում եմ այդ տենդենսները շարունակվելու են, սակայն պետք է այս ամեն ինչի ֆինանսատնտեսական կոմպոնենտից բացի առողջապահական կոմպոնենտը քննարկվի, որովհետեւ սա սոցիալական հիվանդություն է եւ մենք ունենալու ենք խնդիրներ։ Իսկ ինֆեկցիոնիստների մասով մենք ունեցել ենք դառը ուրեմն
մոտ անցյալում փորձը, կովիդը, որը 8000 մարդու կյանք է արժեցել եւ այսօր ինֆեկցիոնիստներին նման հորդոր անել։ Ես բազմիցս խոսել եմ մարզային էպիդեմիոլոգների կրճատումների հետ կապված մարզային բաժանմունքները հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման փակվեցին, եթե նման մի վարակ լինի, մենք ունենալու ենք լուրջ եւ մասնագիտական խնդիրներ եւ ընդհանրապես կազմակերպչական խնդիրներ։ Ճիշտ ասած ներողություն, մենք նախարարության հետ ենք խոսել, հարցել ենք ինֆեկցիոնի պարտքերի մասին։ Նախարարությունից ասեցին, ոնց կարող է պետական կառույցը պարտք լինի պետությանը։ Ճիշտ ասած, ես իրենց ժխտողականության տրամաբանությունը չեմ հասկանում, կա կառավարության որոշում, դրված է դա Arlis համակարգում եւ բոլորը բացարձակ է կարող են այդ պարտքերի մասին կարդալ, տեսնել, թե ինչ ժամանակացույց են տվել մինչեւ 27 թվականի վերջը, եթե չեմ սխալվում, որ պետքա մարվի այդ պարտքը եւ 40 միլիոնի նաեւ ուտուժուտուգանքների ներում է կատարվել կառավարության կողմից։ Շնորհակալ եմ։